Հայաստանի Հանրապետությունում, հարգելի բարեկամներ, արգելված է միջազգային բարձր վարկանիշ ունեցող բուքմեյքերական բոլոր կազմակերպությունների on-line գործունեությունը։ Pinnacle, Victor Chandler, Five Dimes, Bet365 եւ այսպես շարունակ։ Հիմա դուք կարող եք ասել, որ կառավարությունը պայքարում է խաղաղամոլության դեմ, դրա համար արգելել է։ Եթե խաղաղամոլության դեմ պայքարեր, կարգելեր նաև Vivaron, Toton եւ այսպես շարունակ։ Բայց նրանց գործունեությունը կա, այսինքն Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստեղծել է բարվոք պայմաններ սրանց համար նրանց գործունեությունը արգելելով։ Խաղադրույք կատարելը վատ բան է, բայց եթե խաղում ես, լավ է խաղաս պինբետում, որովհետև այնտեղ գործակիցները շատ անգամ ավելի բարձր է։ Հիմա Հայկ Սարգսյան, դու ուզում ես ասել, որ այս որոշումը, որ կայացվել է առանց բլատի։ Դու ուզում ես ասել, որ այս որոշումը կայացնելու համար, օրինակ, Ալեն Սիմոնյանին, օրինակ, Vivaroյի մենեջերները չեն տեսել։ Հայկ Սարգսյան, դու ուզում ես ասել, որ այս առերևույթ կոռուպցիոն գործարքի մեջ Նիկոլ Փաշինյանը իր մասնակցությունը չունի։ Այսինքն այսքան բանը տեղի ունեցել է, բայց Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ։ Նիկոլ Փաշինյանը շահագրգռվածություն չի ունեցել, կամ ոսկեղենիկ հայերենով ասած ինտերես։ Միայն Ալեն Սիմոնյանով է վերջացել այս ամենը, Նիկոլը կապ չունի, Նիկոլը կոռուպցիոներ չէ, հա։ Բան չի ես քեզ դրել էշի տեղ, Սարգսյան Հայկ, հա։ Ինչ ես քեզ դրել էշի տեղ։ Թե սպասես ընդհանրապես հեռացնեն կուսակցությունից էլ, մի 2 տարի էլ անցնի, սնանկացնեն, նոր խոսես թիմիդ ներսում եղած կոռուպցիոն դրսևորումների մասին։ Հիմա դեռ հույս կա, հիմա դեռ շանս կա։ Ինչքան փող ես աշխատել այս ընթացքում, Սարգսյան Հայկ։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության իրականացրած բեմականացումը, որը կոչեցիք հեղափոխություն այս անտերից հետո, որի հետևանքով մի սերունդ դրել եք հողի մեջը, չէ հողի չէ, բետոնների տակ եք դրել։ Այս ընթացքում ինչքան փող եք աշխատել դու եղբայրդ։ Քիչ առաջ Էջմիածնում մի ինչ ասեմ, ինչ տնեմ։ Հավաքվել էին առերևույթ 2 քրիստոնեական խմբեր, մեկը պաշտպանում է կաթողիկոսին, մյուսը պաշտպանում է 10 եպիսկոպոսներին, այսպես ասենք։ Երկուսն են հայտարարում են, որ պաշտպանում են եկեղեցին։ Հարյուրավոր մարդիկ էին հավաքված։ Ուրեմն, եթե ու սարսափելի մեղադրանքներ մեկը մյուսի հասցեին, սարսափելի մեղադրանքներ։ Ուրեմն, եթե Գլազգո Celtic խաղը ավարտվի եւ մրցավարը դատի ոչ այդքան արդար, կողմնակալ, հանդիպումից հետո, եթե խաղից հետո եթե հանդիպեն 2 ակումբների Գլազգոյի եւ Celtic-ի ֆանատները, թեկուզ 50 հոգի այն կողմից անպայման տեղի ունենալու ծեծու ջարդ։ Հիմա սրանք ցույց են տալիս, որ իրենք ծայրահեղ անտագանիստներ են, ինչքան ուզում է այնտեղ ոստիկան լինի։ Բացառված բան է, որ Ստամբուլում Ֆեներբախչեն հանդիպի Բեշիկտաշի հետ,
խաղը ընթանա լարված, իսկ խաղը միշտ է լարված ընթանում։ Մրցավարը սխալ որոշումներ կայացնի կամ ֆանատներին թվա, որ սխալ որոշում է կայացրել, հանդիպեն ֆանատները եւ ինչ որ բախում տեղի չունենա։ Ինչքան ուզում է ոստիկան լինի, ինչքան ուզում է, չգիտեմ։ Հանդիպել են հարյուրավոր մարդիկ, առաջին հայացքից քաղաքական տարբեր բևեռներ ներկայացնող, միմյանց հասցեին հնչեցնում են ամենավերջին մեղադրանքները, մեկի քթից արյուն չի հոսում։ Չէ, ես բախման կոչ չեմ անում։ Ես ուղղակի ասում եմ այն, ինչ անում եք դուք, ամենավերջին սրբապղծությունն է։ Այն, ինչ դուք եք անում։ Ոչ այն կողմը քրիստոնեության հետ բացարձակապես առնչություն չունի։ Բացարձակապես խոսքը ջոչերի մասին է, խոսքը սովորական ժողովրդի մասին չի։ Արտաքին գործոս նախարարության շենքի մոտ հավաքվել են մի խումբ ցուցարարներ, ամենավերջին մեղադրանքները գործող իշխանություններին, հարևանությամբ գտնվում է մի կաֆե, որտեղ նստած է Արադ Մյուրզյանի տեղակալը Վահան Կոստանյանը։ Ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։ Լրագրողը բան է ասում, ասում է սրանց հետ մենք ինչ խոսենք։ Այնտեղ միտինգ են անում, այստեղ այս մարդը բան է, կոֆե է խմում։ Հանգիստ, որովհետև անհանգստանալու կարիք բացարձակապես չկա, որովհետև սա կազմակերպած բեմականացում է, կազմակերպած։ Նիկոլ Փաշինյանը իրեն ոչ հարմար արքեպիսկոպոսների, եպիսկոպոսների դեմ ինչ կոմպրոմատ ասես չի դնում, ինչ կոմպրոմատ ասես, սեռական բնույթի այլ բնույթի, անցել է կարմիր գծերը, բա հիմա հարց, եկեղեցին պաշտպանողներ, Նիկոլ Փաշինյանի վրա եղած կոմպրոմատներն ուր են, դուք ձեր պատրոնին չեք հարցնում, բա Նիկոլ Փաշինյանի վրա եղած կոմպրոմատներն ուր են, խոսքը չի վերաբերվում սեռական հակահիգիենիկ, հակաէսթետիկ արկա, ձեր մոտ արկա կոմպրոմատներին, որի մասին ազդարարեց Սերժիկ Սարգսյանը, դրան չի վերաբերվում, այլ վարկաբեկող մատերիալների մասին է խոսքը, ուր են, չկան, Նիկոլ Փաշինյանը այդքան պաշտեշտ կյանքով է ապրել եւ նրա վրա ձեր պատրոնը ոչ մի կոմպրոմատ չունի, չէ։ Արարատ Մյուրզյանի վրա Սերժի Փեսեն կոմպրոմատ ուներ, բայց մի բանի վրա, Նիկոլի վրա կոմպրոմատ չունի։ Լսեք, այս ստորությունը, այս սրբապղծությունը, այս մարդկանց այս աստիճան մոլորեցնելը ինչքան պիտի շարունակվի։ Սա ինչ որ մի պահի պիտի ավարտվի, թե դուք պիտի շարունակեք հավերժ։ Ու հավերժ չեք կարող ձեր մտածելակերպով, հա։ Ինչքան պիտի շարունակեք։ Ես ձեզ ասեմ, դուք շարունակելու եք սա այնքան ժամանակ, մինչև ձեր ձեռքից չբռնեն, մինչև ձեր շլինքից չբռնեն, մինչև ձեզ չպատժեն, եւ տա Աստված այդ պատժողը լինի հայը։ Տա Աստված այդ պատժողը լինի հայը։ Իսկ եթե ոչ, իսկ եթե այդպիսի հայ չգտնվեց, իսկ այդ հայը այդ ինչ մարդու տղա պիտի լինի, այդ ինչ մարդու տղա պիտի լինի նա։ Իսկ եթե այդպիսի մեկը չհայտնվեց կամ չկարողացավ, ուրեմն թող ձեզ պատժողը լինի օտարը եւ թող օրհնվի այդ օրը։ Թող օրհնվի այդ օրը։ Երբ ձեզ արդարադատության, արդարության, դատաստանի առաջ կկանգնեցնեն եւ դուք ձեր արած բոլոր հանցագործությունների համար պատասխան կտաք։ Ոչ մի սուլթան այսպես չէր նվաստացրել, մոլորեցրել, խաբել այս ժողովրդին, ինչպես որ արեցիք դուք։ Եվ այո, հային պետք է փրկել հայից։ Հային պետք է փրկել հայից։ Ես ձեր տիրոջ մերը